Բարև ձեզ, դուք դիտում եք Դիտակետը, այսօր իմ զրուցակիցներն են հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը եւ PSI ընկերության տնօրեն Լևոն Թորոսը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Դավիթ, Facebook-յան գրառումը դարձավ մեր այս հանդիպման պատճառը, գրառումը իր կատարել վերջին դիվերսիոն հետախուզական հարձակումից հետո կոչ է իրարել հանրությանը, որպեսզի ի վերջո բացի տներում, փողոցներում կամ Facebook-ում սգալուց մեր երիտասարդ զինվորների մահը սգալուց բացի մենք գործով հանդես գանք, հանգանակություն կազմակերպենք, գումար հավաքենք, կարողանանք գնել սենսորներ կամ տվիչներ, սահման պահող սենսորներ, որոնք հնարավոր կդարձնեն կանխել կամ գրեթե կանխել դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերը հայկական սահման կամ դեպի Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ։ Ուզում եմ հարցնել, ինչի համար նման կոչով հանդես եկալ դեպի հանրությանը, որովհետև ի վերջո մենք վճարում ենք հարկեր, հարկերից ձևավորվում է պետական բյուջե եւ պետական բյուջեի մի հսկալի մասը տրամադրվում է հենց պաշտպանական ոլորտին։ Դա կառավարության գործառույթն է եւ ինչու ոչ կառավարությանը հանրային ճնշումների ճանապարհով չստիպել գնալ այդ ուղղությամբ, այլ կազմակերպել հանգանակություն։ Շնորհակալություն առաջ երթին հրավերի համար եւ ուրախ եմ, որ այստեղ է նաեւ պարոն Թորոսը եւ հուսում եմ, որ հետաքրքիր քննարկում կլինի եւ հանրությունը ավելի շատ կիմանա թե ինչի մասին է խոսքը։ Ես ինքս պրոֆեսիոնալ չեմ այս գործում, ես ինքս օրիգինալ միտք չեմ արտահայտել, օրիգինալ միտքը պատկանում է պարոն Թորոսին, իր կազմակերպությանը, գիտնականներին, բայց ոչ իմն է եւ ես պարզապես երկար ժամանակ է արդեն տեսնում եմ, որ մանատիպ առաջարկներ կա գիտնականների կողմից ու դեռևս լուրջ արդյունք մենք չունենք։ Իհարկե, եթե հարցադրման մեջ կար, թե ինչու պետությունը չի անում, գիտեք, երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որ իշխանությունն իր տեղում չէ եւ այդ խնդիրները մնում են օդի մեջ կախված։ Մեզանից շատերը քննադատում են, բողոքի ակցիաներ են կազմակերպում, բայց արդյունքում այդ խնդիրները դեռևս լուծում չեն ստանում։ Այս պարագայում հաշվի առնելով նաեւ այդ փաստը, այնուամենայնիվ սա նաեւ թող կոչեն բողոքի իր ձևը, թող կոչեն ճնշում, ով ինչ գնահատական ուզում է տա։ Իմ համար կարևորը մի բան է, որ քաղաքացիները մասնակցություն կունենան այս գործում, իրենց լումաններ կդնեն, պատահական չի հնչել 500 դրամը։ Ես կարող եմ այսօր ասել, որ 3 երեկոյան հաշվել եմ քաղաքացիների մասնակցության իրենց պլյուսները տարբեր հարթակներում, մոտավորապես 1000 թիվը կարող եմ ասել ու դա շարունակվող պլյուսներ են։ Այսինքն 1000 մարդ պատրաստ է այս պահին վճարել 500-ական դրամ։ Ոչ թե 500-ական դրամ, մեծամասնություն 500 դրամ, բայց շատ-շատերը պատրաստ են մեծ գումարներ անգամ հատկացնել։ Ես իմ հետ կապի են դուրս եկել թե Հայաստանի Հանրապետության ամենատարբեր քաղաքացիները, թե Սփյուռքից եւ ասել են, որ մենք տարբեր մարաթոններ կազմակերպում ենք ամեն տարի եւ այս առիթով առավել եւս պատրաստական ենք այդ անելու։ Բայց մենք ուզում ենք տեսնենք իրական թե ինչ կարող ենք ստանալ այդ ամեն ինչի արդյունքում, երբ որ հստակ այդ հավաստիացումները լինի, մենք պատրաստ ենք գնալ դրան։ Ես մի կարճ ավելացում անեմ ու որից է ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որից է հաշվի համար չի բացվելու, որից է լումա չի հավաքվելու, մինչև ՊՆ-ն գիտնականների կազմակերպությունների հետ հստակեցում չանի։ Մինչև չասի, որ այս է մեզ պետք ու մենք այս կարող ենք մատուցել այսքան ժամանակ։ Դրան դեռ կանդրադառնանք Դավիթ, պարոն Թորոս, Երևանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լաբորատորիայում ստեղծվեց ճշգրիտ տվիչը կամ սենսորը, ինչի 100% իրավունքները պատկանում է PSI ընկերությանը, ինչի տնօրենը դուք եք։ Ուզում եմ ներկայացնեք, որքանով արդյունավետ է սահմանը պաշտպանել տվիչներով եւ Civilnet-ին անցած տարի 2014 թվականին տված հարցազրույցում նշել եք, որ Պաշտպանության նախարարության հետ ընթանում են բանակցություններ, ինչ փուլում է գտնվում բանակցությունները, եթե ինչ որ փուլում գտնվում է։ Մենք առաջին զգացված են, որ այսպես երիտասարդներ մտածում են իրենց երկրի սահմանի մասին եւ հաջողություն եմ ցանկանում, բայց իրականությունը մի քիչ այլ է։ Ասեմ ինչպես, այս տվիչները իսկապես
անցյալ տարվանից մինչև հիմա հասել է այն արդյունքի, որ փորձվել է արտասահմանում ամենալավ նման տվիճների հետ եւ մենք խնդրել ենք, որ այն մարդիկ, որ այս գործի մասնակիցներն են Ամերիկայում, նրանք համեմատեն, նրանք փորձեն եւ նրանք քննարկելուց հետո զեկույց տան մեզ։ Մենք մեզի չեն գովում, խնդրել ենք ուրիշները քննարկեն։ Այդ քննարկումը եղել է եւ շատ པարզ է, ինչ որ մենք էինք քննարկել, ճիշտ է դուրս գալիս։ Աշխարհի ամենալավ նմանատիպ սենսորները, ամենալավը զիջում է մեր սենսորին 400%-ից 600%, մինիմում 400%։ Այսինքն նրանց քննարկելով նմանը չկա, ոչ միակ տեսողության տեսակետից եւ էլ նման խելացի չկա։ Այսինքն այսօրվա սենսորները չեն ջոկում մարդն սահմանը անցնում, թե կենթանի այլում, թե մեքենա այլում, թե տանկ այլում, չեն կարող ջոկել, իր ունակությունը չունի ջոկելու։ Եվ դրա համար սխալ ահազանգները շատ են։ Հակառակ մեր սենսորը ցույց է տալիս, որ ոչ միայն շատ հեռուն ազգում, մոտավորապես 250 մետր, մարդուց քայլելն, իսկ եթե տանկ այլնում կամ մեքենա այլում ավելի հեռու ազգում։ Եվ այս րոպեից աշխարհի մեջ նմանը չկա եւ խելացի է եւ կարող է այս ահազանգները, որ սխալ ահազանգներ են, ավտոմատ ձևով հերքել։ Այս չկա ուրիշտեղ։ Ուրեմն շատ լավ համակարգ է պաշտպանել սահմանները։ Եվ Ամերիկայից էլ եք ստացել, այո, առաջարկ կազմակերպելու սահմանային պաշտպանության։ Այս քննարկումից հետո շատ բարձ ձեր փոխանակեթանք խոսենք, մենք կարող ենք ուղարկենք զեկույցը որևէ մեկի, այսի նորություն, ասին անցյալ տարվա վերջն է եղել, եւ դրա համար մարդիկ հետաքրված են եւ պատվերներ են ուզում մեզանից, մենք էլ ուրախությամբ բացատրում ենք իրանց այս րոպեից այս հադրությունը։ Իսկ ձեր հարցումը ինչ էր անցյալ տարվա նախարարության հետ, այո։ Պաշտպանության նախարարը միշտ տեղյակ է եղել եւ հովանավոր է եղել մեզ։ Մենք փորձել ենք այս տեխնոլոգիան Բարհամյան դաշտում գնդապետների հետ, նրանք լավ գիտեն։ Անցյալ տարի նախքան հեռանալը մենք առաջակ ենք գրավոր տվել, որ ինչ պետք է անել, որ մենք սահմանները պահպանենք։ Այս րոպեից իրականությունը հետեւյալն է, որ մեր սարքածը նախատիպ սարքա մի հատ, մեկ համակարգ։ Այս որ ցույց եք տվել։ Մեկ համակարգ է։ Այսօր մենք պատրաստ չենք արտադրական մոդել ստեղծել եւ մատուցել որևէ սահման։ Որքան ժամանակ է պետք, պարոն Թորոս, կներեք։ Սովորաբար ուրիշ մարդիկ, որ հսկաներ այս գործը անում են արտասահմանում, եթե այսօր պատվեր եք տալիս 18 ամիս, 15 ամիս վերցնում են, որ տանեն տեղադրեն։ Ես կարծեմ մենք էլ նույնքան ժամանակ պետք ունենք, որ այս նախատիպը արտադրականի հասցնել եւ նրանից հետո խնդիր կիլոմետրերով կարող դրանք։ Ոչ միայն այսքան ժամանակ պետք է, եւ էլ փող պետք է։ Ինչքան փող պետք է, կապ ունի ինչ սահման ենք մենք պահում։ Սահմանները ապահովելու համար պետք է նայենք այդ տարածքի տոպոգրաֆիա, ռելիեֆ ինչ է։ Գետա, անտառը, ցամաք, տափարակ հողը, հարթ հողը, քարը, կավը, սրանք ամբողջ ազդեցություն ունի, որ ոնց է պաշտպանում։ Այո, կարելի է պաշտպանել մեծամասնությունը։ Շատ բաները կարող է ջուրի մեջ չկարողանա պաշտպանել։ Ջուրի այն կողմ փորձ պետք է։ Այսինքն մենք այս րոպեից պատրաստ չենք պատվեր վստենք այդանք որևէ սահման, բայց մեր ծրագիրը որ ներկայացնում ենք պատվեր ուզողներից, չէ՞ պատվեր տվողներից։ Մենք այս ժամանակաշրջանը վերցնում ենք իրանցից եւ այդ դրամն էլ վերցնում ենք, որ կարողանանք հասնենք արտադրանքի մոդելին եւ էլ իմանանք իրանց սահմանը ինչ է։ Այսինքն, պարոն Թորոս, նախարարությունը, պաշտպանության նախարարությունը շահագրգիռ է, տվել է ձեզ պատվեր, սակայն փող չունի արտադրություն պատվիրելու, արտադրական վիճակի հասցնելու սահմանը սենսորապատելու։ Ինքան որ ես եմ հասկանում,
բավական չի միայն պաշտպանության նախարարությունը ուզի, նրանք ես գիտեմ որ գուզեն։ Նրանց պիտի ֆինանսավորի պետությունը, այսինքն անցյալ վարչապետը մի անգամ չէ մի քանի անգամ ասում էր, եթե իսկապես պաշտպանության նախարար պետք ունի, մենք այդ փողը կճարենք։ Այսինքն ֆինանսավորումը պետք կառավարությունն է, որ հնարավորինս կառավարությունը որ չուզի կամ չկարողանա ֆինանսավորի չի լինելու այս խնդիրը։ Շատ լավ, Դավիթ կներեք, ձեր նախաձեռնությունը արդյոք ուղղված է կառավարությանը թեկուզ բարոյական ճնշման ենթարկելու, որպեսզի ինչ-որ չափով իր մեջ կա այդ բարոյական ճնշումը, այդ ամեն դեպքում կա, հա, մարտահրավեր է, անկախ ամեն ինչից մարտահրավեր է։ Եվ շատերը առաջարկում են, որ պատրաստ են գումար տալ, բայց նաև պետք է այդ բողոքի ակցիաները պետք է ամենատարբեր ձևով ճնշում անեն, որպեսզի նրանք էլ շարժվեն, հա։ Վերջի վերջո դուք ձեր խոսքում նշեցիք, ձեր հարցի մեջ արդեն պարունակում էր, որ մենք արդեն մեր հարկերը տալիս ենք, մենք հավելյալ ինչի պետք է անենք։ Աշխարհում ընդունված պրակտիկա է, Ամերիկայինն ես կարող եմ ասել, որ անում են հիմնադրամ, որ քաղաքացիները բանակի համար ներդրումներ են անում, ամեն մեկը իր չափով։ Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է դրան, պարզապես հարցը արդյոք կառավարությունը ցանկանում է իրականացնել այս օպերացիան։ Ես էլ հասկացա, որ բանակը ցանկանում է իրականացնել, կառավարության կողմից չեմ կարող ասել, շատ հարցականներ ու շատ հարցեր ունեմ, շատ կասկածներ ունեմ կառավարության հետ կապված, բայց այնուամենայնիվ սահմանային դեպքերը չեմ կարծում, որ բանակին ու բանակի ղեկավարին պատիվ են բերում, հա, այսպես ասած։ Այսինքն նրանք էլ են անհանգստացած, նրանք եք ուզենան ունենան նորացված այդ սարքերը, որ կարողանան ավելի լուրջ դիմադրություն ցուցաբերել, որ կարողանան նվազագույն վնասներով դուրս գալ։ Այս պարագայում ես կարծում եմ, որ նրանք կողմնակից կլինեն, այստեղ մի անգամ ես Սերյան Օհանյանի հարցազրույցներից մեկն եմ կարդալ, որտեղ որ ասում են, որ լուրջ ֆինանսների հարց է։ Հենց ուղիղ խոսքով չի ասում, որ ֆինանս չունենք, հա, ասում է, որ սա լուրջ ֆինանսների հարց է, պետք է փորձարկվի եւ այլն եւ պիլոտային, ես գիտեմ, որ պիլոտային այլ կազմակերպությունները գիտեն, որ փորձում են այս խնդրին լուծում տան, մասնագետներ, չգիտեմ անունները կոնկրետ որ կազմակերպությունն է ինչն է, բայց նրանց իսկ ճիշտ հասկացա, պարոն Թորոս, որ սա տեղադրում է հողի մեջ։ Հողի մեջ։ Այլ կազմակերպություններն ես որքանով որ հասկացա, տեսանելիության արդյունքում է ֆիքսում շարժ կա թե չէ, որը որ որի թույլ կողմը նա է, որ կարողանում են վնասը զերծել։ Շարքից անել սա։ Չգիտեմ, գտել են դրա դիմաց ինչ-որ բան թե չէ, այդ մասնագետները, բայց նա թույլ տեղը կա։ Եթե կարողանա այս սենսորը, այս տվիչը ճիշտ աշխատի, որտեղ քիչ առաջ խոսեցինք, որ տարբեր տեղանքներ հնարավոր է որ խնդիրներ լինի, բայց լուծելի խնդիրներ են բան։ Լուծելու են։ Ամենակարևորը որ լուծելի է։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը չենք ունենա, որ կարողանան դիպուկահարներով վնասազերծել դա։ Պարոն Թորոս, որպեսզի այսպես օդում կախված չմնա ֆինանսներ, ինչ ֆինանսների մասին է, ինչ չափի գումարի մասին է, հա։ Մոտավորապես 1 կիլոմետրը ինչ կարժենա։ Կասեմ։ Խնդիրը պիտի ավելացնեմ այդ, որովհետև խոսակցության մեջ չի գալիս, որ ճիշտ տեղյակ եք մարդիկ, որ ինչ կա անելու։ Կառավարությունները կամ մեր կառավարությունը կամ մեր զինվորականությունը սովորաբար նրանք առնում են արտադրական մոդելներ։ Ուզում զենք են, ուզում տանկ են, ուզում այս մեր համակարգերի, նրանք արտադրական մոդել են առնում, որ չկա այս րոպեից։ Իսկ ինչպես խոսեցինք մի քիչ առաջ, նախքան հասնենք արտադրականի, մենք պիտի փող ծախսենք ժամանակը դնենք ու հասցնենք։ Պաշտպանության նախարարությունը այդ գործը չի անում։ Դրա համար պետությունը պիտի անի կամ ուրիշ տեսք։ Ինչքան է պետք։ Պետք է 2-3 տեսակ տարբեր փողեր։ Մեկը մշակման է, որ դու այս մոդելը վերցնում ես, արտադրական մոդել է սարքում։ Առանց փոփոխությունի։ Ինչ ավելի լավ կարելի է սարքել, ավելի հեռու տեսնել եւ ուրիշ չենք անում։ Հենց ինչ որ հիմա կա, հենց ենք անում, որ ամսական շատ արտադրենք, ու կարողանանք սահմանել։ Այդ փողը երկու տեսակ է, մեր մշակման փողը, որ ջոկա, այդ փոշակը ծախսվելու փողը, փող չի աշխատում։ Մեկն էլ գործարանը սարքելու,
որ այդ գործառույթի process-ը հումքը ներսա գալիս, մարդիկ նստած արոդգիշեր սարքում են, միանում են, լրացնում են, քննարկում են։ Հնարավոր է դա Հայաստանում սարքել։ Այո, ամեն դե կարելի է սարքել։ Շատ բարդ բան չի։ Բայց մեջը գաղտնիքներ կա, որ մնում է մեր ընկերության։ Մենք ենք որ դենք ուզում սարքենք, ամենտեղ մենք ուզում ենք որ Հայաստանում սարքվի։ Պատճառներ կա ինչու։ Լավ կլինի որ Հայաստանում սարքվի։ Ուրեմն գործարանի, գործատեղի ծախսը մի անգամ պիտի լինի եւ մշակմանն էլ այդ արտադրական մոդելն հարցրել երկրորդ ծախս։ Այս երկու ծախսերը դե կապ ունի ինչքան է արտադրում հիմա։ Նայեք հիմիկվանից ես մի բան ասեմ, կարա սխալ դուրս գա, որովհետեւ եթե դուք անտառի մեջ եք եթում, ուզում եք այնտեղ այդ պահպանությունը բերեք, կարող է ավելի թանկ լինի, ավելի բարդ լինի կամ այդ տափարակ հողի վրա։ Բայց կամ էլ սարի ինչ գումարի սահմաններում է տատանվելու։ Մոտավորապես ինչքան գումար է։ Մենք այս րոպեից տեսնելով որ շուկան դուրսի ինչ արժեք է տալիս, նույն արժեքից մենք վերցնում ենք որպես սկզբունք։ Այսօր աշխարհում այս գործի մեջի մարդիկ կիլոմետրը $150,000 վերցնում են կամ ավելի թանկ։ Անունները չեմ տա ովքեր են, նրանք որ այդ գործի մեջ են, այդ գործը անում են։ Կամ այնքան թանկ է որ չեն անում։ Մենք մտածում ենք որ եթե գործածենք երկրի սահմանի վրա աշխատող հաղորդիչ ընդունիչ սարքը։ Այսինքն այդ փողը մենք չծախսենք, չէ՞, որովհետեւ պիտի հաղորդվի սահմանից դեպի կենտրոն։ Եթե գործածենք այդ մասը, որ մենք իզուր ծախս չանենք, մենք կարող ենք երևի $75,000 կիլոմետրը, մոտավորապես կեսով անենք այդ գործը, որը շատ մրցունակ է, իմանալով որ մյուսը չի անում այդ գործը, չկա երկրորդ այդպես։ Մրցունակ լինելու համար որ շուկա գրավենք։ Եթե փաստորեն ամփոփելու լինենք, պարոն Թորոս, ստացվում է որ դուք ունեք սարք, որը շատ կարևոր է, շատ ապահով է այս պահին Հայաստանի համար ու շատ անհրաժեշտ է, կա Պաշտպանության նախարարություն, որը հայտնել է իր պատրաստակամությունը դες հետ համագործակցելու եւ նաեւ համագործակցել է ու պատրաստ է սարքերը վերցնելու եւ տեղադրելու սահման, բայց կա կառավարություն, որը առանձնապես հետաքրքրված չի ֆինանսավորմամբ, որպեսզի հասցնեք արտադրական մասի։ Ուզում եմ հասկանամ Հովիկ Աբրահամյանը, որպես նոր վարչապետ, արդեն վաղուց նոր չէ, բայց այնուամենայնիվ նոր վարչապետ, նոր քաղաքականության կրող, որևէ կերպ արձագանքել է, որևէ ազդակ տվել է, որ ինքը շահագրգիռ է, որ կֆինանսավորի կամ գոնե կփորձի գտնել գումարներ դրանք կյանքի կոչելու համար։ Ուրեմն ես չեմ հանդիպել Հովիկ Աբրահամյանին, ես հանդիպել եմ անցյալ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին։ Գիտեմ նա շահագրգռված էր, որ անի այդ գործը։ Իսկ Հովիկ Աբրահամյանը գիտեմ, որ ուզում անի այդ գործը, ուղարկել է այդ խոսքը, որ այս շատ կարևոր է երկրի համար եւ ինքը պիտի նիստի հրավիրի եւ նիստ ունենա, որովհետեւ արագ որոշում չի կարելի, ու ավելի բարդ խնդիր է։ Մենք էլ սպասում ենք այդ նիստը կատարվի, որը հարցումներ կա։ Մենք ուրախ կլենք, բացատրենք ինչքան ծախս պետք է, ինչքան ժամանակ է վերցնելու, ինչ պայմաններ են, որ մենք կարողանանք աշխատենք։ Դերևս այս նիստը տեղի չի ունեցել, մենք սպասում ենք։ Այսինքն գնդակը իմ կարծիքով կառավարության դաշտում է։ Բացատրել ենք ինչա է կառավարության դաշտում է։ Որպես քաղաքացի, որպես նախաձեռնության հեղինակ, ինչ պիտի անենք մենք, որպեսզի կարողանանք շահագրգռել կառավարությանը կամ նախագահին, որպեսզի գործում քայլերի դնենք։ Ես նաև ասեմ, որպես ժառանգության մամուլի խոսնակ, որ ժառանգությունը հարցադրում է անելու կառավարությանը այս հարցով, հա, իսկ որպես քաղաքացի, որպես նախաձեռնության հեղինակ չասեմ։ Մտքի հեղինակ։ Այդ գրառումը կատարողներից մեկը ես ասում եմ, որ մենք շարունակելու ենք պարոն Թորոսի հետ կպահենք առաջիկայում ձեր հետ եւ մյուսների հետ եւ հուսով եմ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ կկազմակերպենք, որի արդյունքում ես կարծում եմ սայլը տեղից շարժվելու է, ոչ թե կարծում եմ վստահություն ունեմ, քանի որ իմ վստահությունը ոչ թե իմ անձնական
հոտարության արդյունքն է, այլ նաև այն քաղաքացիների շահագրգռվածության, ովքեր որ օր առաջ ուզում են դա տեսնել, ովքեր օր առաջ հաշվի համար ուզում տեսնեն, որ իրենց լուման ներդնեն։ Եվ ես կարծում եմ, որ միասնական քաղաքացի, գիտնականներ, կազմակերպություն, բանակ այս երեք անկյունը ճիշտ կգործի եւ մենք կունենանք ավելի անվտանգ սահմաններ։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ մեկնաբանությունների համար, շնորհակալություն Գյուտի եւ շնորհակալություն նախաձեռնության համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն նաև ձեզ շարունակեք հետևել Civilnet-ին։